Բարի օր իմ հարգելի բարեկամ։ Չգիտեմ նկատել ես դու թե ոչ, բայց դու միացել ես Բուն TV-ին։ Եթերում է Ռակատան։ Ես Արայիկն եմ։ Այսօր խոսալու ենք Սալվադոր Դալիից։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ դու ինձ լավ չես լսում, հա։ Իսկ ինչ որ մյուս բան ինձ հուշում է, որ ես հեսա խեղդվելու եմ։ Ժող, ինչու ինձ ոչ ոք չի զգուշացրել։ Այս կոստյումը լիովին հերմետիկ է։ Ինչպես եւ ասել էի, բարի օր։ Ես Արայիկն եմ։ Այսօր խոսալու ենք Սալվադոր Դալիից։ Մենք սկսում ենք։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են Ռակատան Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էնսոր, Սարգան Բոլորը գալիս են Ռակատան Բոլորը գալիս են Ռակատան 1904 թվականի մայիսի 11-ին ծնվեց Սալվադոր Դոմինգո Ֆելիպո Խոսինտե Դալի ի Դոմենեկ Մարկիզ դե Դալի դե Պուբոլ Հիմնելով այն հնչյունների վրա, որոնք դու հենց նոր լսեցիր, կարելի է մտածել, թե մենք գործունենք մի մարդու հետ, ում տրամադրության տակ առնվազն 3 ամրոց կա, բայց իրականում չէ։ Դալին ծնվել է միջին խավի սովորական ընտանիքում։ Հայրը տեղի նոտարներից էր, իսկ մայրը տաղանդավոր դաստիարակ։ Բավականին բարեկեցիկ ընտանիք էր։ Կարելի է ասել, թե Դալին անհոգ մանկություն է ունեցել ու ոչինչի կարիք չի ունեցել, բայց այս ամենին հակառակ Դալին մեծացել է չափազանց յուրահատուկ մթնոլորտում։ Հիմա բացատրեմ։ Սկսենք նրանից, որ այն Սալվադոր Դալին, որին մենք ճանաչում ենք, առաջին Սալվադոր Դալին չէ։ Առաջին Սալվադոր Դալին ծնվել է 1901 թվականին եւ մահացել է 2 տարեկանում ծանր հիվանդությունից։ Ծնողները չկարողացան հաշտվել այդ կորստի հետ եւ որոշեցին ունենալ երկրորդ երեխա, փորձելով փոխարինել առաջինին։ Փաստացի այն Սալվադոր Դալին, որին մենք գիտենք, չէր ծնվի, եթե նրա ավակ եղբայրը չմահանար։ Եվ մանկուց այն ամենը, ինչ իրեն շրջապատում էր, թույլ չէր տալիս նրան դրա մասին մոռանալ։ Նույնիսկ ծնողները, որպեսզի դու մոտավորապես հասկանաս աբսուրդի մակարդակը 5 տարեկանից սկսած ամեն կիրակի Դալին տանում են գերեզմանատուն, ցույց են տալիս մի գերեզման, որի վրա գրած էր իր անունը, ու ասում են «Սա դու ես, դու այս տղայի ռեինկարնացիան ես»։ Այս իրավիճակը ավելի էր վատացնում նաև այն փաստը, որ տան հյուրասենյակում ամենատեսանելի վայրում կախված էր մահացած եղբոր մեծ դիմանկարը։ Այսպես ամբողջ մանկությունը Դալին ապրեց այն գիտակցումով, որ ինքը իբր երկրորդն է, իսկ պատին կախված է նա, ում նա փոխարինել է։ Իհարկե այս ամենը առողջ ազդեցություն չունեցավ նրա հոգեբանության վրա։ Այսպիսով, երբ Դալին դարձավ 12 տարեկան, այդ ջերմ եւ հոգատար ընտանեկան մթնոլորտում ձևավորվում է մի իսկական արհավիրք, որը ամեն անգամ երբ չէր ստանում այն ինչ ուզում էր, հիստերիաներ եւ սկանդալներ էր անում։ Խոսքի մեկ անգամ նրա հայրը նրան նոր գլխարկ է առնում, իսկ փոքրիկ Սալվադորը ուզում է լայն եզր գլխարկ, որ նմանվի այն ժամանակվա արտիստներին։ Պապան ասում է, դե շատ բան ես ուզում, Դալին պատասխանում է օքեյ, վազում է հրապարակ, պառկում է գետնին եւ սկսում է գլորվել եւ ճվալ, որ չի կանգնելու, մինչեւ չստանա իր գլխարկը։ Սա Դալիի սիրած տակտիկան էր, որի շնորհիվ վերջում նա միշտ ստանում էր այն, ինչ ուզում էր։ Միակ վայրը, որտեղ նման բաները չէին անցնում, դա դպրոցն էր։ Այնտեղ նրան ծեծում էին։ Շատ ցավոտ, բայց դա նրան չէր կոտրում։ Այստեղ են միշտ իր ալիքի վրա էր։ Ամեն առավոտ նա նստում էր հայելու առջև, 100 անգամ սանդրում իր մազերը, ասում էր դու կատարելություն ես, հագնում էր 19-րդ դարի արիստոկրատական թավշյա կոստյում, գլխին դնում էր ջրասուզային սաղավարտ ու գնում էր մաթեմատիկայի դասի, որտեղ երբ նրանից հարցնում էին բա 2 անգամ 2 ինչ է անում, պատասխանում էր նայած որ տեսանկյունից նայես։ Օրինակ, եթե նայենք երազի տեսանկյունից 4 հատ կրյա։ Մի խոսքով հասկացար էլի մտքի թռիչքը։ Բայց իրականում արժի նշել, որ ի տարբերություն հասակակիցներից Դալին հստակ գիտեր, որ մեծանար ինչ էր դառնալու։ Դալին երազում էր դառնալ Նապոլեոն։ Տանը նա գլխին դնում էր եռանկյուն գլխարկ, քայլում էր իր կալվածքներով եւ բոլորին հրամաններ էր տալիս։ Ապագայի պլանները հսկայական էին, բայց մի օր նրան նուրբ ձևով բացատրեցին, որ
Բալաջան, իհարկե այս ամենը դու շատ լավ ես գծել, բայց մի քիչ ավելի իրատեսական բաներ մտածի, էլի։ Ու առանց երկար բարակ մտածելու նա որոշեց դառնալ նկարիչ ու ամբողջովին խորասուզվեց արվեստի մեջ։ Մի անգամ նա այցելում է Իտալիա, ծանոթանում վերածննդի ժամանակաշրջանի արվեստի գործերին, համեմատում է դրանք իր ժամանակակիցների գործերի հետ եւ եզրակացնում է, որ պետք է փրկել արվեստը եւ միայն ինքը, Սալվադորը, փրկիչը, կարող է դա անել։ Այս տրամադրությամբ էլ Դալին գնում է Մադրիդ եւ ընդունվում է տեղի Գեղարվեստի պետական ակադեմիա։ Այստեղ փրկիչը ծանոթանում է կինոռեժիսոր Լուիս Բոնյուելի եւ բանաստեղծ Գարսիա Լորկայի հետ։ Վերջինիս հետ դառնում են շատ մոտիկ ընկերներ մինչեւ կյանքի վերջ։ Մոտավորապես այդ ժամանակ նրա կյանքում հայտնվում է մի կին, Ելենա Դմիտրիովնա Դիակովա, կամ պարզապես Գալա։ Առաջին հանդիպումից Սալվադորը գժիպես սիրահարվում է նրան եւ որոշում է ամեն գնով գրավել Գալայի ուշադրությունը։ Չնայած նրան, որ այդ կինը արդեն 12 տարի է ինչ ամուսնացած էր, բայց ով է նման աննշան ձևականությունների վրա ընդհանրապես ուշադրություն դարձնում։ Գալայի սիրտը շահելու համար Դալին ընտրում է անպարտելի տակտիկա։ Ամեն անգամ, երբ Գալան մի բան ասում էր, Դալին սկսում էր հիստերիկ ծիծաղալ։ Կողքից մի քիչ տարօրինակ էր նայվում, բայց դու չես հավատա, այդ աշխատեց։ Նրանց միջև ինչ-որ կայծ է թռնում, որից հետո Գալան գնում է ամուսնու մոտ, ասում սենց բաներ ու հեռանում։ Իսկ Դալին, որպեսզի ամուսինը շատ չտխրի, նրան նվիրում է նկար, ասելով կներես։ Կարևոր է նաև նշել, որ մինչ Գալայի հետ ծանոթանալը Դալին կարելի է ասել ընդհանրապես պատկերացում չուներ, թե ինչպես է աշխատում իրեն շրջապատող աշխարհը։ Նա չգիտեր, թե ինչպես թատրոնի տոմս գնել, կամ ինչպես վճարել տաքսու համար։ Իր իսկ խոսքերով էլ մանկության տարիներին նա կարող էր ժամերով մնալ դասարանում, որովհետև մինչև վերջ վստահ չէր, թե ինչպես է դուռը բացվում։ Բայց Գալան բոլորովին այլ պատմություն էր։ Նա շատ խորամանկ եւ հաշվենկատ մարդ էր։ Ու հենց նրանք սկսում են հարաբերությունները, նա դառնում է Դալիի մենեջերը եւ հաշվապահը, որը ամեն տեղ գովազդում էր նրա արվեստը։ Բայց վերջի վերջո ինչ էր այդ արվեստը իրենից ներկայացնում։ Եկեք փորձենք հասկանալ Դալիի ամենահայտնի կտավներից մեկի օրինակով։ Ինչ ունենք այստեղ։ Մեր առաջ անապատային լանդշաֆտ է։ Առաջին պլանում մենք տեսնում ենք մի քանի ժամացույցներ, որոնք հալվում են արևի տակ։ Ժամացույցներից մեկը կախված է 4 ծառի ճյուղից, մյուսը սահում է հարթ մակերեսի եզրից, որը սեղան է հիշեցնում, երրորդ ժամացույցը դրված է մի տարօրինակ օբյեկտի վրա։ Լավ, բայց ինչի համար։ Հիմա բացատրեմ։ Բանն այն է, որ 20-րդ դարի սկզբին Էյնշտեյնի հարաբերականության տեսության հետ կապված գիտական հեղափոխությունը արմատապես փոխեց պատկերացումները տարածության եւ ժամանակի մասին։ Արվեստագետները մեղմ ասած շոկի մեջ էին, որ գոյություն ունի տարածաժամանակ ու հələ մի բան էլ այդ տարածաժամանակը կարող է փոփոխվել, այսինքն ժամանակը ավելի արագ կամ դանդաղ հոսի։ Իսկ Դալին միշտ հետաքրքրված էր գիտությամբ եւ որոշեց այդ գաղափարը պատկերել հալվող ժամացույցների տեսքով։ Բայց նա գնաց ֆիզիկական տեսությունից ավելի հեռու։ Նա իրար կապեց Էյնշտեյնի տեսությունը եւ ժամանակի սուբյեկտիվ ընկալումը։ Դե ինձ թվում է դու զգացել ես, որ լինում են օրեր, երբ քեզ թվում է, որ անverջ է տևում եւ հակառակը աչքդ թարթեցիր եւ որդ վերջացավ։ Բացի դրանից այստեղ կան մրջումներ, որոնք ըստ Դալիի խորհրդանշում են մահ եւ քայքայում։ Երբ Դալին փոքր էր, նա տեսել էր, թե ինչպես են մրջումները ուտում մահացած շղճիկի մարմինը։ Եվ այդ տեսարանը այնքան է նրա վրա ազդել, որ դրանք առանձին սիմվոլ են դարձել նրա նկարներում։ Մյուս ժամացույցի վրա նստած ճանճն էլ նույնպես հիշեցնում է կյանքի անցողիկության մասին։ Եթե մրջյունը եւ ճանճը մահվան սիմվոլներ են, ապա հերվում դրած ձուն խորհրդանշում է կյանք եւ վերածնունդ։ Ծովը իր հերթին հավերժություն եւ անմահություն, հայլին իրականության եւ երևակայության սահմանը, չորացած ծառի ճյուղը մարող գաղափարների խորհրդանիշն է, իսկ սա Դալիի ինքնադիմանկարն է։ Ընդհանուր առմամբ նկարը մեծ տեղ է թողնում մեկնաբանությունների համար։ Ու երբ Դալիին հարցրել էին լավ, բա էս ինչ է, նա ասել էր, որ գաղափարը ծնվել էր, երբ նա նայում էր, թե ինչպես է հալվում կամամբեր պանիրը։ Ինչևէ, նկարը այնպիսին է, որ ով ինչ ուզի, այդ էլ կարող է ասել։ Նկարը վերջացնելուց հետո Դալին այն ցույց տվեց Գալային, որը որպես գլխավոր մենեջեր միանգամից հասկացավ, որ սա գլուխգործոց է ու մեծ արձագանք կստանա։ Եվ նա ճիշտ էր։ Ժամանակի ընթացքում նկարը դարձավ մշակութային ֆենոմեն եւ սյուրռեալիզմի խորհրդանիշ։ Բացի յուրօրինակ բովանդակությունից, հետաքրքիր են նաեւ նկարների վերնագրերը։ Օրինակ նույն հիշողության հարատևություն նկարի վերնագիրը ինքնին ստիպում է, որ մի պահ մի հատ նստես ու մի հատ փիլիսոփայական տեսանկյունից փորձես հասկանալ ինչ էր ուզում ասել Դալին։ Մի պահ նույնիսկ կարող է թվալ, թե պատասխանը աչքիդ առաջ է, բայց սովորաբար մտորումների վերջում ուղեղդ քարկապի մեջ է հայտնվում։ Քո մոտ հարցեր են առաջանում ու ճշմարտություն գտնելու համար դու բացում ես նրա պորտֆոլիոն ու տեսնում ես այնտեղ աշխարհաքաղաքական երեխան, որը հետևում է նոր մարդու ծննդին, կամ երազ, որը առաջացել է նրան շուրջը թռչող մեղվի կողմից արտանալուց մի վայրկյան առաջ նկարները։
Վերնագրերը ես չեմ հորինել։ Ասեմ ավելին, նույնիսկ ես չեմ թարգմանել։ Մոտավորապես հենց այդ պահին էլ քո բոլոր հարցերը փակվում են, քանի որ Դալին, որ արդեն հասցրել էր Փարիզ գնալ ու ծանոթանալ այնտեղի իրավիճակին, դարձել էր սյուրռեալիստ։ Որ շատ երկար բարակ չբացատրեմ, պատկերացրու սենց մի բան։ Դասական արվեստը, բացի նրանից, որ գեղեցիկ ու ներդաշնակ էր, նաև բանական էր։ Այսինքն ենթադրվում էր, որ նկարիչը, բանական էակ է, օգտագործում է իր բանականությունը ու ստեղծում է բանական կոնտենտ։ Իսկ սյուրռեալիստներն ասում էին, որ բանականությունը հակառակը խանգարում է, ու որ իսկական նկարը ստեղծվում է անգիտակցականից, երբ բանականությունը անջատվում է։ Այդտեղից էլ, ինչպես հասկանում ես, ուղեղի քարկապները։ Բայց պետք է ընդունել, որ մի քիչ խորանում ես Դալիի կյանքի մեջ, հասկանում ես, որ ամենևին էլ նկարները չեն նրա հայտնիության հիմնական պատճառը։ Նկարները տենց ավելի շատ հաճելի բոնուս են։ Իսկական ճանաչում նա ձեռք է բերել մի փոքր այլ արժանինքների համար։ Օրինակ, երբ մի անգամ նրան հրավիրում են միջազգային սյուրռեալիզմի ցուցահանդեսի դասախոսություն կարդալու։ Դալին այդ հարցին մոտենում է ողջ պատասխանատվությամբ, ու հաջորդ օրը նշված ժամին հայտնվում է ջրասուզակի ամբողջական հանդերձանքով։ Հետագայում նա դա բացատրում էր որպես սեփական ենթագիտակցության մեջ խորասուզվելու գաղափարի վիզուալիզացիա։ Բայց ամեն ինչ այդպես չի գնում, ինչպես նա պլանավորել էր։ Երբ նա հայտնվում է բեմում, պարզվում է, որ հագուստը լիովին հերմետիկ էր եւ նրա ձայնը ընդհանրապես չի լսվում։ Հետո հագուստի մեջ սկսում է օդը պակասել։ Իսկ Դալին չէր կարողանում հանել սաղավարտը։ Դալին ընկնում է խուճապի մեջ եւ սկսում է վազել բեմի վրա եւ ձեռքերով անկանոն շարժումներ անել։ Բայց հանդիսատեսը իր հերթին ոչ պակաս արվեստագետներ էին եւ նրանք առաջին 2 րոպե մտածում էին, որ սա ինչ որ սյուրռեալիստական պերֆորմանս է, իբր նրան հատուկ չեն լսում, որպեսզի ընդգծվի ենթագիտակցության անհասանելիության գաղափարը։ Բայց երբ Դալին ուշագնաց ընկնում է բեմի վրա, ինչ որ մեկը վերջապես հասկանում է, որ հնարավոր է ինչ որ բան այն չի եւ նրան փրկում են։ Դալիի կենսագրության մեջ նման հիասքանչ պատմությունները լիքն են։ Չմոռանանք նաեւ, որ ի տարբերություն ուրիշ նկարիչներից Դալին բազմաֆունկցիոնալ երևույթ էր։ Նա փորձել է իրեն գրեթե ամեն ինչում։ Ահա նրա քանդակները, ահա նրա հեղինակային կանացի հագուստի դիզայնը։ Նա նույնիսկ մասնակցել է Անդալուիզյան շունը սյուրռեալիստական ֆիլմի ստեղծմանը, որը նկարահանել էր իր ընկեր Լյուիս Բյունյուելը։ Դալին գրեթե մեկ քայլ հեռու էր իր սեփական կոսմետիկայի գիծը թողարկելուց, երբ մի գեղեցիկ օր մեկ այլ բազմաֆունկցիոնալ նկարիչ հանկարծ որոշում է հարձակվել Լեհաստանի վրա, ինչը բերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի։ Այնուհետև նրա արվեստը սկսում է տարածվել Դանիայում, Նորվեգիայում, ապա Բելգիայում, իսկ հետո հերթը հասնում է նաև Ֆրանսիային, որտեղ այդ պահին բնակվում էին Դալին ու Գալան։ Ինչի արդյունքում նրանք որոշում են կայացնում տեղափոխվել Ամերիկա, որտեղ էլ Դալին տեղի ունեցող իրադարձություններից ազդված նկարում է այս գործը։ Պատերազմի դեմ կանոնով այս կտավը Դալիի այն եզակի աշխատանքներից է, որը չունի բազմակի մեկնաբանություններ։ Նրա գաղափարը բառացիորեն հասկանալի է ցանկացած մարդու համար։ Արի ավելի ուշադիր նայենք։ Մեր առաջ ինչ որ չորացած, մումիֆիկացված դեմք է։ Այս գանգը մաշկի եւ մազերի մնացորդներով մեզ հիշեցնում է դիակ, որը կարծես չորացել է ժամանակի եւ արևի պատճառով։ Աչքերի եւ բերանի տեղում լայն անցքեր են, որոնցից յուրաքանչյուրի մեջ մենք տեսնում ենք նույն գանգերը, պարզապես ավելի փոքր չափսի։ Ու այդպես եւս մի անգամ։ Սա անվերջ ռեկուրսիվ կառուցվածք է, գանգ գանգի մեջ։ Դալին ուզում էր ասել, որ պատերազմը ծնում է միայն մահ, որն իր հերթին ծնում է նոր պատերազմներ եւ նոր մահ, եւ այսպես շարունակ։ Այս դեմքի մազերը փոխարինված են օձերով, որոնք շատ մշակույթներում չարության եւ նենգության խորհրդանիշ են, որոնք կծում են գանգը եւ կարծես սնվում են նրանից։ Նկարի գունային գամման օխրայի, շագանակագույնի, մոխրագույնի երանգներ են, որոնք հիշեցնում են չորացած արյան, մոխիրի, չոր հողի գույնը։ Այս երանգները ստեղծում են յուրահատուկ հուսահատության մթնոլորտ։ Կոմպոզիցիան կառուցված է այնպես, կարծես մենք ինչ-որ քարանձավում ենք։ Դա մենք կարող ենք պնդել հաշվի առնելով նկարի աջ անկյունում գտնվող քարե դետալները։ Իսկ եթե ներքև նայենք, ապա կարող ենք նաև տեսնել ձեռքի հետք, որը ի դեպ հենց Դալիի ձեռքն է։ Նա կարծես դրանով ուզում է ասել, որ ինքը նույնպես անմասն չէ այս ամենից։ Այսպիսով Դալիի նպատակն էր արթնացնել վախ, սարսափ, զզվանք, որը շատ լավ ստացվել է նրա մոտ։ Պատերազմի դեմքը բառացիորեն նայում է մեզ, եւ մենք չենք կարող հայացքը շեղել։ Դալին ներգրավում է մեզ պատերազմի սարսափի հետ անմիջական շփման մեջ։ Ցավոք այս նկարը չի կորցրել իր արդիականությունը։ Բավականին ազդեցիկ գործ է, բայց արի տեսնենք, թե էլ ինչ էր անում Դալին Ամերիկայում։ Այդ ժամանակ Դալիի արվեստը արդեն փառքի գագաթնակետին էր, եւ բնականաբար, երբ նա եկավ Ամերիկա, նա ստացավ համագործակցության բազմաթիվ առաջարկներ։ Դրանցից մեկն էր ձևավորել Նյու Յորքի 5-րդ փողոցայում գտնվող Բոնյուից Թելեի խանութի ցուցափեղկը։ Եվ գիտես, ես իրականում մինչ օրս զուտ մարդկային տեսանկյունից խղճում եմ այդ խանութի սեփականատերերին։
Նրանք այնքան միամիտ էին, նրանք կարծում էին, որ ահա Եվրոպայից եկել է մոդայիկ տաղանդավոր նկարիչ, մեզ համար ոճային ցուցափեղ կսարքի, մենք մեր հարուստ ընկերների առաջ գլուխ կգովանք, բոլորս միասին հաց կուտենք, կխմենք ու կցրվենք տներով, բայց նրանք նույնիսկ չէին կարող պատկերացնել, թե ինչ է նրանց համար պատրաստել ճակատագիրը։ Հետագայում դատական նիստի ժամանակ Դալին բացատրում էր, որ պարզապես ցանկացել էր ստեղծել երազ իրական կյանքում։ Իսկ հիմա ուշադիր։ Ես այս ամենը չեմ մեկնաբանի, պարզապես կնկարագրեմ։ Այսպիսով, կենտրոնում կանգնած էր բաղնիքի տաշտ, լցված ջրով, որի մեջ պառկած էր կանացի մանեկենը, ոչ բնական դիրքով, դատարկ հայացքով եւ ծածանվող մազերով։ Մազերը իդեպ արհեստական չէին, Դալին դրանք վերցրել էր դիակներից։ Այդ տաշտի կողքին տեղադրված էր գոմեշի կտրված գլուխ, որի բերանում արյունոտ աղավնի էր, իսկ ցուցափեղկի շուրջը կանգնած էին ուրիշ մանեկեններ հարսանեկան զգեստներով, բայց դեմքերի փոխարեն ձկների գլուխներ։ Միգուցե սիգ կամ իշխան, կարող եմ սխալվել, ես մասնագետ չեմ։ Ինչևէ, այս ամենը զարդարված էր վարդերով, մրջյուններով եւ հեռախոսային լսափողերով։ Ադմինիստրացիային դա դուր չեկավ։ Նրանք որոշեցին փոքր փոփոխություններ մտցնել կոմպոզիցիայի մեջ, ինչի պատճառով Դալին մշակութային շոկ է ապրում, վերցնում է լոգարանը, շպրտում է այն, կոտրում է ցուցափեղկի ապակին եւ դուրս է գալիս փողոց, որտեղ դրան անմիջապես ձերբակալում են։ Բայց Դալիի ոչ բոլոր արարքներն էին Ամերիկայում ավարտվում նման ոճով։ Նա այնտեղ անցկացրեց 8 տարի եւ այդ ընթացքում նա ակտիվորեն դասախոսություններ էր կարդում, նկարում էր Vogue ամսագրի շապիկները, նույնիսկ հասցրեց աշխատել Walt Disney-ի եւ Alfred Hitchcock-ի հետ եւ հրատարակեց գիրք Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը գրված իր իսկ կողմից։ Որքան էլ Ամերիկան եւ Դալին իրար շատ էին սազում, բայց նա շատ էր կարոտել Իսպանիան։ Եվ 1948 թվականին Գալայի հետ վերադառնում է հարազատ երկիր։ Այդ ժամանակ Դալին 40 անց էր եւ նրա մոտ արդեն սկսվել էր միջին տարիքի ճգնաժամը։ Եվ որպես նորմալ ադեկվատ տղամարդ նա սկսեց հետաքրքրվել կրոնով եւ գիտությամբ։ 50-ականներին, երբ բոլորը վախենում էին ատոմային ռումբերից, Դալին որոշեց գրկաբաց ընդունել ատոմային դարաշրջանը։ Նա սիրահարված էր ատոմային մասնատման գաղափարին։ Նա նույնիսկ հանդիպեց մի երիտասարդ ֆիզիկոսի, որը նրան բացատրեց, թե այդ ամենը ինչպես է տեղի ունենում։ Այս հանդիպումից հետո նա ստեղծեց խաչելություն նկարը, որտեղ Հիսուսը կախված էր 4 տարածական հիպերկուբից։ Ահա այսպես նա խառնեց քվանտային ֆիզիկան կրոնի հետ։ Հետագայում Դալին այնքան տարվեց կրոնով, որ եկեղեցով ամուսնացավ Գալայի հետ։ Չնայած նրան, որ նրանք արդեն 24 տարի ինչ ամուսնացած էին, այսպես ասած զաքսով։ Բայց ինչպես հայտնի է, մեկ ադեկվատ գործողությանը հասնում է մի 10-20 ոչ ադեկվատ գործողություն։ Եվ ցուցահանդեսներից մեկի ժամանակ Դալին տեղադրում է կրոնական ցնցուղ գործը, որտեղ այցելուները պետք է կանգնեին ջրի տակ եւ աղոթեին։ Ընդ որում ջուրը ներկած էր կարմիր գույնով։ Պատկերացրեք այդ մարդկանց ռեակցիան, որոնք եկել են ցուցահանդես իրենց լավագույն շորերով, իսկ նրանց առաջարկում են ցնցուղ ընդունել Քրիստոսի արյունով։ Լավ, եթե 50-ականները ֆիզիկայի եւ կրոնի տարիներն էին, ապա 60-ականները Դալին որոշեց նվիրել ինքն իրեն։ Նա մտածեց, որ պետք չէ սпасել մահվանը եւ որոշեց կառուցել իր սեփական տուն-թանգարանը։ Բայց դա սովորական թանգարան չէր, այլ Դալիի թատրոն-թանգարանն էր։ Պատկերացրեք մի շենք, որի տանիքին հսկայական ձվեր են, ներսում տաքսի, որի մեջ անձրև է գալիս, իսկ առաստաղին May West-ի դեմքը հավաքված կահույքից։ Չնայած այս արտաքին փայլին եւ փառքին, Դալի անձնական կյանքը լի էր խնդիրներով եւ սկանդալներով։ Նրա հարաբերությունները Գալայի հետ մի փոքր արտասովոր էին։ Հենց հարաբերությունների սկզբից Դալին եւ Գալան սահմանել էին մի քանի կանոններ։ Օրինակ, Գալան ուներ լիակատար ազատություն իր սիրային կապերում։ Բացի դրանից 1968 թվականին Դալին Գալայի համար գնեց ամրոց Պուբոլ գյուղում, որը դարձավ նրա սեփական նստավայրը։ Դրան գումարած նրանց միջև տարօրինակ համաձայնություն կար, որ Դալին կարող է այցելել ամրոց միայն Գալայի գրավոր հրավերով։ Իսկ ինչու՞, դե այնտեղ Գալան ընդունում էր իր երիտասարդ սիրեկաններին։ Բանը հասնում էր նրան, որ Դալից ստացած որոշ թանկարժեք նվերներ նա վերավաճառում էր կամ նվիրում էր իր ֆավորիտներին։ Ու երբ Դալին իմացավ այդ մասին, նա սկանդալ սարքեց։ Արդյունքում Գալան վարձեց պահակներ, որպեսզի թույլ չտան Դալիին մտնել ամրոց, նույնիսկ հրավերով։ Չնայած այս ոչ ստանդարտ հարաբերություններին նրանք միևնույն է սիրում էին իրար։ Ու երբ Գալան մահացավ,
Դալին ընկավ խորը դեպրեսիայի մեջ, իսկ նրա կողքը սկսեցին հայտնվել տարատեսակ մարդիկ, ովքեր սկսեցին օգտագործել Դալին իրենց չար գործերում։ Ստիպում էին Դալին ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, դատարկ կտավներ եւ այլն։ Ինչ-որ ժամանակ անց դրա մասին իմացան իսպանական կառավարությունում եւ սկսեցին հետաքննություն։ Նույնիսկ Իսպանիայի թագավորը այցելեց նրան, տեսնելու ամեն ինչ կարգին է թե ոչ, եւ շնորհեց Դալին Պուբոլի մարկիզի տիտղոսը։ Ինչու ոչ, թոլինի, խիչ է։ Այսպիսով արդեն Մարկիզ Սալվադոր Դալին մահացավ 1989 թվականի հունվարի 23-ին, 84 տարեկան հասակում։ Համաձայն նրա կտակի նկարչի մարմինը զմռսվեց եւ թաղվեց դամբարանում իր թատրոն-թանգարանի բեմի տակ։ Դե ինչ, այսպիսին էր Սալվադոր Դալին։ Կարծում եմ մինչև հաղորդումը եւ դրանից հետո էլ քեզ արդեն ծանոթ էր Դալիի կերպարը։ Ընդհանուր առմամբ մեր ժամանակներում ընդունված է Սալվադոր Դալիի եւ իր նման մարդկանց վերաբերվել ոչ լուրջ եւ նույնիսկ բացասաբար։ Շատերը իրենց հերո են պահում նման մարդկանցից եւ փորձում են նրանց ֆոնի վրա երևալ ավելի խելացի կամ հասուն ու իրականում նրանք այս կյանքում շատ բան են կորցնում։ Այդ իսկ պատճառով հաջորդ անգամ երբ հանդիպեք նման մարդու, եղեք ավելի հանդուրժող։ Մի ծաղրեք նրան եւ ոչ մի դեպքում մի վիրավորեք։ Տվեք նրան հնարավորություն դրսևորվելու եւ այդ ժամանակ ձեր կյանքում հաստատ մի զվարճալի պատմություն ավել կլինի։ Դե ինչ, այսօր այսքանը։ Սիրիր արվեստը եւ ջրասուզակի սաղավարտ հագնելուց ուշադիր եղիր, որ չխեղդվես։ Քո հետ էր Արայիկը, դու դիտում ես Ռակատան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են Ռակատա։ Lautrec, Tintoretto, Raphael, Degas, Cézanne, Ensor, Sargan, բոլորը գալիս են Ռակատա։ Բոլորը գալիս են